Փաշինյանը վարչապետի միակ գերակտիվ ու ընտրազանգվածին լարված պահող թեկնածուն է, ով ամենօրյա ռեժիմով նոն-ստոպ խոսում է իր բնական բառապաշարով անխնա թշնամական տրամադրվածությամբ բոթում է իր մրցակիցներին, վիրավորանքի, սպառնալիքի ու ատելության խոսույթով համեմում ընդդիմադիրների մասին իր բնութագրումները եւ արցախցիների հանդեպ դիսկրիմինացիա է խորացնում։ Ay փախածն է, արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես, արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես, ես ովքեր են արասրավ, եկել են մապտապտաներ, ես Ղարաբաղի պսևդոելիտաները, ռակները տաշե կարա ընդհանրապես, ով եք դու կարա, Արտուր Ասոպյանը գլուխդ պատին ես տվել ակո, չեք կառուցել, Մեզ դուք ես բոստա կառուցել, ինգեր մալանել եք, ոտես ես դուք պանալուք Ռադդ կաշի, համբալի մեկ Այսօր նա Լոռու մարզի Շնորհ գյուղում հիշել է Արարատ ցեմենտ գործարանի 30-ամյա գործարքն ու Ծառուկյանին, մատթափ տալով խոստացել, թե բաց շուտով այն կանցնի պետության վերահսկողության տակ եւ դրա համար գլխավոր դատախազությունից ընթացք ստացած փաստաթղթերը ուղարկվել կառավարություն։ Դու իրոք չես կարա իջնես այդ մակարդակի, որովհետև քո մակարդակը այնքան ցածր է, որ դու իջնելու տեղ չունես, հակառակ դեպքում դու իջնեի։ Իջնելու համար դու պետքա գետինը մտնես, այսինքն գետնի վրա պետքա չերևաս, որովհետև քո մակարդակը պլինդուսի ցածր է։ Եվ հիմա ժողովուրդ ջան, ուրիշ բաներ են բացվում եւ բացահայտվում։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ գործերով պարզվել է եւ այլևս Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ, Կարապետ Գուլոյանի առանձնատունը այլևս առանձնատուն էլ ասում եմ, դե գիտեք էլի իրանց այդ բաները տենց մի, ասենք 700 մետր 825-ի վրա, ասենք խոհանոց, ենթադրենք մի կիլոմետրը 1.5 կիլոմետրի վրա ննջարան, ասենք 7 կիլոմետրը 8 կիլոմետրի վրա ճաշասենյակ, բան սենց էլի, այդ մարդիկ թալանով դա կառուցել էին, հույսով, որ վայելելու են, վայելելու են, բայց ոչ թե իրենք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև դա այլևս հիմա վերջնական անշրջելիորեն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է։ Փաշինյանը խոստացել է Ծառուկյանի փեսայի տունն ու տեղը բաշխել ժողովրդին, իսկ Արարատ ցեմենտի աշխատակիցներին ճիշտ հեծի օրինակով հրահանգել է չենթարկվել վերադասին, քանի որ պետությունն է շուտով տեր ու տիրակալ դառնալու։ Գուլոյան, Ծառուկյան, մաֆիան դեռ նոր պետք է իր հատուցմանը հասնի, եւ ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ է լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ, շատ շուտով Ծառուկյան ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական եւ պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Առաջիկայում շատ արագ մենք ինչպես հեծում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ եւ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով, նրանք այլևս կարիք չունեն կատարելու այս պահից ես ասում եմ, նրանք Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է։ Ի պատասխան Փաշինյանի հայտարարությունների Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում նշել է, որ իրեն առաջարկել են փոխել հայրենիքը ունեցվածքի հետ, սակայն ինքը հրաժարվել է։ Ես պահվածքից արդեն բոլորը հասկանում են, որ առաջվանը չի, գիտի, որ վերջը եկել է, այլ ոչ ասելու բան ունի, ոչ անելու բան ունի, ոչ էլ ծրագիր ունի, ոչ էլ կարամ գրեմ եւ ստորագրեմ։ Ասենք թե Գուլյան Վլադի տղան միլիոնատեր մարդ ցաղկյանք աշխատեց տեցե բիզնես աշխարհում եք մի հատ տուն պետք է չունենա կամ իմ աղջիկը տուն պետք է չունենա տունը պետականացել հազարավոր մարդկանց տներ եմ նվիրել ինչի մասը ժողովուրդը դրան չի հավատում
Արդեն ռեալ իրականություն է ուզում, որ իրարության դասկա։ Ես կարող եմ ասել, որ այդ ամեն ինչը, որ այսօր չեմ զավոդից խոսեց, ես դա մասին ինձ դիմել էին, ասել էին, սենց բան ա ուզում անի, ես ասեմ կյանքում ես չեմ կարող իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կարել ենք, ամենքն էլ այդտեղ մետքի 25 տարի անցել է նորեն հիշել, ինչի մասնախոս։ Արկերն ենք տալի ամեն ինչը տեղը։ Սա նշան է, որ արդեն նրանք զգալով արդեն պատկերացնում են իրենց վերջը եկել է, այս վիճակով ժողովուրդ չես կարա պայել։ Արարատի ցեմենտի գործարանը կառուցել է Գագիկ Ծառուկյանը 1980-ականների վերջին եւ սեփականաշնորհվել է 2002 թվականին։ Արարատ ցեմենտը ընտրապայքար մտած գործարանի ամենամեծ ակտիվներից մեկն է համարվում։